Ավելի մեծ բավարարվածություն չկա, երբ տասնամյակ է անցնում եւ համոզվում ես, որ գաղափարը 13 տարի առաջ հղացած շատ կենսունակ է։ Այս 13 տարիների ընթացքում Մատենադարան են ժամանել ավելի քան 130 միջազգային հեղինակավոր առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, հարյուրավոր մասնակիցներ, յուրաքանչյուր սեմինարից հետո ստեղծվել են գործնական նոր կապեր, որոնք մեզ համար եղել են խիստ անհրաժեշտ։ Մտածողներից մեկն ասել է. հիշողությունը միակ դրախտն է, որից մեզ չեն կարող արտաքսել։ Հազարամյակների գրավոր հուշարձաններն այդ դրախտի աշխարհասփյուռ բեկորներն են, որոնք հանգրվանել են հիշողության հաստատություններում։ Դրանք մեզ են հասել ժամանակի դրոշմներով, պատմական հեղաբեկումների, բնական աղետների, ռազմական ընդհանումների ու արհավիրքների բոլոր հետևանքներով, որ ինքնին պատմություն են պատմության մասին։ Որն է ժողովրդի հոգին եւ որտեղ է այն պահվում։ Մեր կարծիքով ժողովրդի հոգին նրա հոգեվոր ժառանգությունն է, որը պահվում է գրքերում։ Հայ ժողովրդի հոգին սրբությամբ պահվում է Մատենադարանի վեհ պարիսպներում, հին հայկական ծրագրերի շտեմարանում։ Բայց Մատենադարանը իր հոգին ունի եւ այն գտնվում է վերականգնման բաժնում, որը հիմնադրվել է ավելի քան 60 տարի առաջ եւ որտեղ հնագույն ծրագրերը վերածնվում են, որպեսզի մարդկանց հոգին ընդմիշտ անապական մնա։ Մատենադարանը դարձել է մի վայր, որտեղ կարող ես գալ անընդհատ եւ անընդհատ տեսնել նոր բան։ Սա դարձել է կենթանի ու ապրող տարածք, որտեղ մի կողմից պատմությունն ու ժառանգությունն է, մյուս կողմից հենց մեր այսօրն է։ Ու կարծում եմ սա ամենակարևոր ձեռքբերումն է, որին կարելի էր հասնել, ու վստահ եմ, որ դեռ առաջիկայում այս առիթները շատ են լինելու։ Սեմինարը աննախադեպ էր եվրոպական երկրների մասնակիցների քանակով, եւ սա պայմանավորված է նաեւ նրանով, որ այս անգամ սեմինարի աջակիցներ նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում։ The manuscript and printed heritage is of utmost importance and value for the memory of mankind, as it was already mentioned, a memory which is to be transferred to the next generations, and you are all making a great job in preserving it. The role of this seminar is not only to exchange information about the latest technologies, very important, latest experiences, even more important, but also to discuss how we can make the manuscript and printed heritage, but also the expertise which goes with it, an attractive field of investment for the future generations of researchers and restaurators. We have all a significant responsibility to pass the knowledge and the expertise to youth. Without this, I think your job is not going to be successful. Մատենադարանը այցեքարտն է մեր երկրի եւ մենք պետք է փորձենք բարձր պահենք այդ նիշը,
որին ինքներս սահմանել ենք։ Մեր սեմինարը ունի նաև մարդասիրական հոսույթ, որովհետև իրոք դա միավորում է մեզ, դա օգնում է առաջ շարժվել ավելի ոգևորված, ավելի պատրաստական, սիրով աշխատել, իմանալով, որ դու մի մեծ հանրության մաս ես կազմում։ Այն ավանդույթները, որ երկար տարիներ Մատենադարանում եղել են դեռևս տասնյակ տարիներ շարունակ, այդ ավանդույթները մենք հիմա կարող ենք փաստել, որ շատ մնայուն արժեքներով եւ անձնավեճ աշխատանքով շարունակվում են եւ նոր ավանդույթներ են ձևավորվում Մատենադարանում, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում պարոն Խզմալյանին եւ ամբողջ Մատենադարանի թիմին։ Ազգային արժեքների եւ պահպանումը եւ ձեր կողքին կանգնելը դա մեծ պատիվ է մեր համար։ Իրականության մեջ մենք պիտի ձեզ շնորհակալություն հայտնենք պարոն Խզմալյան, որովհետև այն երջանկությունը, որ կարողանաս ասոցիացվես այս ազնվագույն գործին, շատ թանկ է եւ հույս ունեմ ապագայում եւս թույլ կտաք մեզ լինել ձեր բարեկամների շրջանում։ Շատ լայն էր ներկայացված զեկուցումները, կային զեկուցումներ, օրինակ, որոնք այս պահին խիստ անհրաժեշտ են, ասենք պատահարների, կատակլիզմերի ժամանակ, ինչպես վարվել ծրագրերի հետ, օրինակ դա շատ արդի զեկուցումներ են, որ պետք է մենք ընկալենք եւ ընդունենք որպես ուղեցույց։ Ֆրանսիացի մասնագետների հետ արդեն վաղուց ենք աշխատում, ամեն տարի գալիս են վերապատրաստման այսպիսի դասընթացներ են անցկացնում։ Հարգանքն է այլոց մշակույթների, քաղաքակրթությունների ու արժեքների հանդեպ մեզ իրավունք տալիս, այո, մտածելու, որ Մատենադարանը պիտի դառնա եւ դառնում է միջազգային հարթակ, որտեղ հավաքվում են աշխարհի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ համատեղ ծրագրեր են մշակում միջազգային գրավոր ժառանգության պահպանման ուղղված։ Այստեղ նաև էթիկական խնդիր կար, արդյոք իրավունք ունենք ստանձնելու նման առաքելություն եւ մտածելու միջազգային կենտրոն վերականգնող մասնագետների հանդիպման միջազգային հարթակ դառնալու մասին եւ կարծում եմ, որ Մատենադարանը տալիս է մեզ լիուլի այդ իրավունքը եւ այդ հնարավորությունը, որովհետեւ այն արժեքները, որ պահվում են Մատենադարանում, մեր միջազգային լինելու միջազգային առաքելության, միջազգային պատասխանատվություն ստանձնելու պատմական փորձի արդյունքն է։ Le mie aspettative si sono di fatto rivelate giuste perché io oggi avevo piacere di avere informazioni su qual è l'attività che viene svolta in diversi paesi europei del restauro e capire quanto queste persone avessero conoscenza sia del settore assicurativo sia del settore legale nell'ambito del restauro dei libri. E mi ha fatto molto piacere parlare con diverse persone e avere queste informazioni, quindi diciamo che le mie aspettative sono state tutte quante soddisfatte. The Qatar National Library is interested in the scientific examination and practice of cultural heritage material, including manuscripts, printed documents, and archives. Hence our participation in the Mate-Dadaran 13th edition of its scientific seminar fits well within our mission and vision.
As an IFLA regional center for preservation and conservation, Qatar National Library already provides a lot of support in the preservation and conservation aspects for memory institutions in Qatar and in the Arab region. Our participation in this seminar will allow us to better understand the different collections that are available around the region, and it will allow us to increase possible partnerships and collaborations with different memory institutions functioning across Europe and the Arab region. France declared want to help Armenia to preserve their heritage. So in this case, we came 4 times by years, 5 or 4 times by years, to give some courses on conservation for all kind of collections, monumental, metals, ceramics, textile. And next week it will be for graphic arts, for the conservation and preservation of graphic arts. And in this case, I met the Metanadahan conservators, and we become very closely, and so that's why I came regularly here. I have been here already first time on the first conference, and I'm happy always to come here because Armenia has a rich heritage, and especially not especially, but also on books and other documents. So, and here I meet my friends again, even from Lithuania, our neighbors. Okay, we are meeting sometimes also in other conferences, but this conference is very important for the restorers, for the archivists, because it's enriched the experience, and it's not only conference, it's the connection between people. It's a friendship for our colleagues, and when I come of this conference, for the first time I'm waiting to meet our friend, and next time I'm the speaker at this conference. Наша библиотека, у нас тоже имеется отдел реставрации, они уже несколько лет тесно связаны, работает с центром реставрации от Эндарана, да. Каждый год наши реставраторы посещают этот семинар. Я много слышала об этом семинаре. Я как-то сама работаю с рукописями, тесно связана, меня тоже очень интересует реставрационные работы, рукописи особенно. Я всегда мечтала попасть сюда. В этом году как-то получилось. A lot of expectation, because it's a meeting very important, it's very significant for us to meet all together and change ideas or techniques for restoration and see what happened in the other countries. It's a very good initiative. So it's a proposal for you to use the material, the information we know with new technologies in the future. Каждый раз на этом семинаре есть то, что тебя поражает, то, что тебя восхищает, и всегда то, что нужно. Потому что семинар меняется с течением времени. В этом году мы видим совершенно изменение концепции, как визуального материала. Вот у нас с вами новый бейджик, да, у нас новая программа, у нас новые участники. И в этом году концепция, она немножко другая. То есть в этом году встречается Восток и Запад. И это очень интересно. There are a lot of people coming here from different, parts of this region, and also from Southeast Asia. I think a lot of people.
So we'll have a lot of experiences. Experience like, for example, technology sharing, for example. And I learn more, particularly modern technologies, instead of concerned with traditional ones. I want to learn what technologies are existing today and how we are going to manage the preservation, conservation issues of the manuscript. And we are nowadays, 21st century, manuscripts have becoming very important, for the knowledge of this generation. Բավական այսպես ինֆորմատիվ էր այս գիտաժողովը։ Կազմակերպչական առումով խոսքեր չունեմ, շատ լավ կազմակերպված էր ամեն ինչ։ Իմ ցանկությունը կլինի, որ ապագայում նաև ընդլայնվի այս գիտաժողովը եւ ավելացվեն ուրեմն վերականգնման այլ ճյուղեր, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք արդեն ոնց որ մեր սեկտորի մեջ էլի ելույթ ունենալ։ Ինձ թվում է, որ այսպես օդու ջրի նման անհրաժեշտ է ձեռագրների համար այս մասնագիտական հանդիպումներն ու սեմինարները։ Միաժամանակ նաև շատ ուրախ եմ, որ տնօրինությունը Մատենադարանի շատ լավ է ընթառաջում ուղղակի մեր խնդրանքների առաջարկներին։ Մինչև այսօր ինչ-որ դյուն կատարել ենք։ Նաև Մարոն Խզմալյանը երբ անցյալ տարի Իրանում էր գտնվում, նոր ջուղը նաև մեզ մոտ այցելեց։ Հենց անտեղ ժամանակաշրջանից նաև ուրեմն քննարկվեց այս սեմինարին մասնակցելու խնդիրը։ Մենք նաև մեր առաջարկներով խնդրանքները ներկայացրինք իրեն, ասելով, որ մեզ համար անհրաժեշտ են վերապատրաստման, ընդհանրապես պատրաստման, մասնագիտացման դասընթացներ կամ հանդիպումներ եւ այլն։ Ես շատ ուրախ եմ, որ այդ ուղղությամբ դրական եղավ իրենց պատասխանը։ This seminar is about the preservation of the ancient knowledge system and which are represented in the form of the manuscripts, ancient manuscripts. What we have seen in the Matenadaran is they have a very impressive collection not only of the Armenian manuscripts collected from various parts of the world, but also manuscripts in various other languages. In fact, I was very impressed by seeing a manuscript which is on display. Ինձ հարազատ է Մատենադարանը եւ կարծում եմ յուրաքանչյուր ընկերության համար մեծ պատիվ է համագործակցել Մատենադարանի հետ։